Լուր են Ծիծեռնակաբերդի բարձունք հասնում հազարավոր մարդիկ։ Նրանց մտքերում ու հոգիներում 110 տարվա ասում է պայքար ու ցավ ցեղասպանված եւ ցեղասպանություն ապրած նախնիների համար։ Մամիկոմը երկու տարվայց էին։ Այդ 1915-ի ժամանակ փոխադրվեցինք մենք Խամիշլիեն Հալեբ։ Այդ օրերին ինչ ենք զգում, որ չենք ուզում այս բաները ետ տեսնեինք, ասենք այս տիվերին։ Նույնիսկ որ հիմա գնոջս կողմից է որ Ղարաբաղից եղավ, հետ չենք սպասում, չենք ուզում։ Անմար կրակի մոտ են խոնարհվում Ծիծեռնակաբերդ բերված բոլոր ծաղիկները։ 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու են եկել հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից։ 1915 թվականի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ոճրագործությունը չի մոռացվել, չեն ուրանում։ Մի քիչ շատ հուզված ենք, այսօր մենք Սիրիայից նոր ենք ժամանել Երևան, առաջին դարին է, որ այստեղ ենք Ծիծեռնակաբերդում եւ 110-րդ եղերնի ամյակն ենք նշում։ Դա մեր իրականությունն է, մեր պատմությունն է, ուրանալու ոչինչ։ Սրբադասված զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կառավարության եւ խորհրդարանի անդամների ուղեկցությամբ։ Ցեղասպանի ոճրագործ ձեռագիրը կրկին 1.5 տարի առաջ է տեսել հայկական Արցախը։ 2023-ի սեպտեմբերին 1915-ի ցեղասպանության կադրերն էր հիշեցնում Հակարիի անցակետ հասնող ավտոշարասյունը, սոված երեխաներ, ցավից հյուծված մարդիկ։ Թարմ են արցախցիների չսպիացող վերքը, հիշողությունն ու կարոտը հարազատ օջախների, հայրենի Արցախի հանդեպ։ Մենք էլ ենք բոլորի նման սեպտեմբերի 27-ին ոնց որ մեծ եղերնի օրերին մեր ամբողջ հայազգն է զգացել դա, մազապուրց վիճակում լքել մեր տները եւ հասել թեկուզ մեր մայր հայրենիք, բայց կտրված մեր արմատներից, գրկիս մեջ երեխան, այդ արագությամբ լքում ենք մեր տները, ոնց որ չգիտեմ, կրակից ենք հախնում։ Անընդհատ հետ նայելով, ամեն մի կանգառում մենք կանգնում ենք ու նայում հետ, ասում ենք գուցե։ 23 թվականի գաղթի ճանապարհին ես տեսա սովը, տեսա տանջանքը, բայց Աստծո կամոք փրկված հայ ազգը։ Երևի վերջին, Աստված տա վերջին եղերնից մազապուրց հայերը։ Հուսանք։ Մարդիկ Արցախի ու Հայաստանի դրոշներն են Ծիծեռնակաբերդի բարձունք հասցնում։ Այստեղ են գալիս հարազատների եւ ընկերների հետ։ Երեխաների, որ ծանոթացնեն հայի պատմությանը, որ բոլոր սերունդները հիշեն ու պահանջեն, արդար հատուցում պահանջեն հայի կրած բոլոր զրկանքների համար։ Ամեն տարի գալիս եմ ու գալիս եմ տղայիս հետ, որ ինքն էլ տեսնի այս խորհուրդը, հասկանա իր բջիջներով, ոնց որ փորձում եմ ես հասկանալ ու զգալ, որպեսզի հետագայում եւս թույլ չտանք այն ինչ որ տեղի ունեցավ 110 տարի առաջ Արևմտյան Հայաստանում եւ ինչու՞ չէ մի քանի տարի առաջ Արցախում։ Մենք պետք է ուժեղ լինենք, մենք պետք է միասին լինենք, որովհետեւ միասնականությունն է, միասին լինելն է մեզ ուժեղացնում, որ կարողանանք մի բան անել, որ ել երբեք չկրկնվի այն, ինչ որ կրկնվեց ու մենք ուժեղանանք, հա, աշխարհում մենք մեր ձայնը ունենանք, մենք մեր տեղը ունենանք, որովհետեւ արժանի ենք շատ ավելին, քան ունենք ինչ այսօր մենք։ Մեկ դարյա ցավ կամ Ծիծեռնակաբերդ հասած մարդկանց սրտերում, որ ամեն տարի ապրիլի 24-ին միավորում է բոլորին, մեծին ու փոքրին, հային։ Ծիծեռնակաբերդ մարդկանց չդադարող հոսքը հուշում է, որ ոչինչ չի մոռացվել, որ չեն ժխտում 110 տարի առաջ տեղի ունեցածը։